Նախորդ հաղորդման ժամանակ մենք անդրադարձանք ավետարանչության պատմությանը, եկեղեցու պատմությանը և մինչև 19-րդ դար շատ հակիրճ համառոտ ներկայացրեցինք, որ Աստծո եկեղեցին երբեք էլ չի լռել երկրի վրա և երբեք էլ Սուրբ Հոգու մկրտությունը չի դադարել երկրի վրա։ Որքան էլ ոմանք փորձում են պատմական որոշակի փուլերում Սուրբ Հոգու հեղման շարունակականությունը մի տեսակ կանգ առած տեսնել, դա այդպես չի կարող լինել, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց, որ մի եկեղեցի ունի, որ ինքն է շինում այդ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող հաղթահարել այն։ Խոսեցինք ուշ միջնադարում հատկապես բռնկված ավետարանչության լայն թափ առնելու փաստի մասին աշխարհի տարբեր մասերում։ Ակնարկներ եղան իհարկե վաղ միջնադարից սկսած որոշակի եկեղեցու պատմությանը, որոնք իհարկե կարոտ են դեռևս շատ խորքային ուսումնասիրման։ Աղբյուրների բացակայությունը թույլ չի տալիս, որ լիարժեք կերպով պատկերացում կազմենք հենց Քրիստոսի աշակերտների, Քրիստոսի եկեղեցու պատմությանը։ Դրա փոխարեն, որքան ուզեք, քրիստոնեական կրոնի մասին պատմություններ կան, որոնք բնականաբար կենդանի Աստծո եկեղեցու հետ չեն կարող ասոցացվել։ Սա հնարավոր է որոշները չընդունեն մեր այս ձևակերպումը, բայց ըստ իս, երբ որ 4-րդ դարից մի տեսակ համատարած շքերթ սկսվեց պետականորեն քրիստոնեությունը կրոն ընդունելու, մեզ համար պարզ է դառնում, որ այդ քրիստոնեությունը բոլորովին այլ քրիստոնեություն պիտի լիներ, քան այն, որ եղել էր աշակերտների ժամանակներում։ Մասնավորապես, երբ խոսեցինք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների հոգևոր շարժերի մասին Եվրոպայում և Ամերիկայում, ներկայացրեցինք, որ որոշները Լոս Անջելեսում բռնկված 20-րդ դարի սկզբին արթնություն են համարում այդ Սուրբ Հոգու մկրտության առատ հեղման այն փաստը, որ տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ հետագայում նաև նրանց միջոցով, որ աշխարհի տարբեր տեղեր գնացին և շրջեցին, ավետարանելով Սուրբ Հոգու մկրտության լեզուներով խոսելու փաստը առավելապես սկսեց արտահայտվել։ Եվ այսօր մենք պիտի խոսենք այդ շարժման սկզբի մասին։ Երբ Ուելսում շարժումը սկսեց, վերածնունդը, այսպես վերստին ծննդյան փաստը գնալով ավելի մեծ թափ էր հավաքում։ Տերը գործում էր մի շատ սովորական քրիստոնյաների հետ։ Այն անվանվեց հիսունական զարթոնք։ Երկնքից եկած փոթորիկը կրակե լեզուներ բերեց։ Այս կրակի մեջ ծնվեցին նրանք, ովքեր հետագայում կոչվեցին հիսունականներ։ Չարլզ Բարհամը մեթոդիստ էր, որը պատկանում էր ԱՄՆ-ի միջին արևմուտքի սրբության եկեղեցիներից մեկին։ Նա ընդունեց այսպես կոչված 3 փորձառությունների վարդապետությունը՝ վերածնունդ, սրբացում, հոգևոր մկրտություն։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ մեթոդիստական եկեղեցին, որը ընտրել էր այս հիմնական վարդապետական սկզբունքները, միայն իրենք չէ, որ այս ճանապարհով փորձեցին հասկանալ ավետարանի խորությունը, ելի շատ ու շատ այլ եկեղեցիներ կային, որոնց մեջ նույնպես դրվեց այդ խորը կարիքը՝ սրբանալ, սրբանալուց հետո Սուրբ Հոգու մկրտություն։ 1891 թվականին սկսեց քարոզել լեզուների պարգևը ստանալու հնարավորության մասին, ինչպես նկարագրված է Սուրբ գրքում։ Եվ այսպես Չարլզ Բարհամը դեռևս 1891 թվականից խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, ինչպես գրված է Գործք առաքելոցում, որը պետք է անպայման գեբնական լեզուներով արտահայտվեր։ Չարլզ Բարհամը վարձակալեց մի փոքրիկ եռահակ տուն Տոպեկան քաղաքում Կանզասում, որտեղ նա զարգացրեց իր աստվածաբանությունը, որը կոչվում էր առաքելական հավատքի աստվածաբանություն։
Նա հավատում էր, որ Աստված գերբնականորեն օժտում է Սուրբ Հոգով մկրտություն ապրած մարդուն լեզուներով ավետարանի հաղթական քարոզչության համար։ Բարհամը քարոզում էր, որ նման գերբնական ավետարանչության հետևանքը կլինի ընդհանուր վերածնունդը, իսկ հետո Հիսուս Քրիստոսի գալուստը կլիներ անհապաղ։ Առհասարակ այս մեծ զարթոնքից հետո, այս մեծ շարժից հետո 50-ական Ամերիկայում որ բռնկվեց, աշխարհում մեկ քարոզիչները, ավետարանիչները, երբ որ գնում էին այս լուրը տարածելու, նաև մի նպատակ էին հետապնդում, որ ինչպես գրված է վերջին օրերում իմ հոգուց պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ նաև միաժամանակ Տեր Հիսուսը որ ասել էր իր ավետարանը բովանդակ տիեզերքով մեկ պիտի քարոզվի եւ այնուհետեւ պիտի գա ինքը հենց մեր սիրելի Փրկիչը, կլինի նրա երկրորդ գալուստը։ Եվ այս մարդիկ մեծ եռանդով փորձում էին համաշխարհային ավետարանչությունը արագացնել, որ իրենց օրերի մեջ տեսնեին Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Սակայն այս ուսմունքը չաշխատեց այնպես, ինչպես սպասում էր Բարհամը, որը ոգեշնչված էր ավետարանով եւ իր միսիոներներն էլ, իր աշակերտներն էլ փորձում էին սկզբում ընկալել Բարհամին, բայց նրանք էլ դժվարությունների հանդիպեցին, քանի որ ճիշտ է, որ խոսում էին Սուրբ Հոգու մկրտության մասին, բայց պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է փաստ, անհրաժեշտ է օրինակ տեսնել, որը չկար։ Ավելի ուշ նրանք բոլորը հասկացան, որ Չարլզ Բարհամի քարոզածը բացառություն էր։ Սակայն Բարհամն ավելի շատ ապրում էր բացառությամբ, քան կանոնով։ Որոշները լքեցին Բարհամին, մտածելով, որ դա եթե իսկապես որոշված է նաև այս օրերի համար, իրենց ժամանակների համար, եւ դա տեղի չի ունենում, ուրեմն Բարհամի քարոզչությունը այդ թեմայով ինքը ունի բավականին խոցելի տեղեր։ Բարհամը ավելի շատ ապրում էր բացառությամբ, ինչպես ասացին, նա լքում է մեթոդիստական եկեղեցին, սխալ հասկացված լինելով նրանց կողմից եւ սկսում է համառորեն փնտրել այն, ինչը կարծես թե ժամանակի մեջ հայտնի չէր դարձել արդեն մարդկանց։ Այն կտաներ եկեղեցուն դեպի վաղ առաքելական մոդելը։ Աստվածաշունչն ուսումնասիրելով նա գալիս է այն եզրակացության, որ Սուրբ Հոգու մկրտությունը պետք է ուղեկցվի գերբնական նշանով, այլ լեզուներով, աղոթքի պարգևով։ Աստվածաշնչյան ճշմարտությունները որոնելու համար նույն քաղաքում բացվեց Աստվածաշնչյան դպրոց, որտեղ հավաքվում էին ուսանող կամավորներ։ Բարհամը Աստծուն ապավինելով հանձնարարություններ տվեց ուսումնասիրել Աստվածաշունչը, պատասխանելու այն հարցին, թե ինչպես է տեղի ունենում մկրտությունը եւ Սուրբ Հոգով լեցվելը։ Ուսանողները եկան նույն եզրակացության, ինչ նա ձեռքերը դնելը, աղոթքը, հոգու թափվելը, ինչ որ ինքը նախորդ դրանք արդեն ասել էր, շարունակություն որպես այս ուսմունքի բոլորը ընդունեցին, որ այժմ էլ պետք է լինի ձեռք դնել, աղոթք անել եւ Սուրբ Հոգու հեղում պետք է տեղի ունենար։ Նրանք պատասխանեցին, որ Սուրբ Հոգու մկրտության աստվածաշնչյան ապացույցը լեզուներով խոսելն էր։ Համաձայն Գործքի 2:4-ի, որտեղ գրված է, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ուսանողներից մեկը հոգևոր մկրտություն ստացավ 1901 թվականի հունվարի 1-ի գիշերը, համաձայն նրանց կողմից բացահայտված աստվածաշնչյան ճշմարտության։ Մի վկայություն։ Ես եկա տոպիկա 1900 թվականին աստվածաշնչյան դպրոց։ Մենք այնտեղ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, աղոթքի համար առանձնացված մի սենյակում մեկը անընդհատ աղոթում էր ցերեկ ու գիշեր։ Ես օրհնյալ ժամեր ունեի գիշերը աղոթելու համար։ Մի ժամանակ կարծում էի, որ ստացել եմ հոգևոր մկրտություն, բայց երբ լսեցի վկայություններ, որ Սուրբ Հոգին կարող է ավելի մեծ չափով թափվել, սիրտը սկսեց ծարավ լինել խոստացված մխիթարիչի համար։ Եվ ես սկսեցի աղոթել վերևից իջնող զորության համար։ Երբեմն ես այն ավելի շատ էի կարոտում, քան ֆիզիկական սնունդը։ Գիշերը ես նրան ավելի շատ էի կարոտում, քան քունը։ Նոր տարվա նախորդ երեկոյան մենք օրհնյալ ծառայություն ունեցանք եւ աղոթեցինք գալիք տարվա օրհնությունների համար։ 1901 թվականի նոր տարվա առաջին օրը Տերը
շարժեց մեր մեջ և լիովին հանգստացրեց մեր սրտերը։ Այդ երեկոյան աղոթքի հոգին իջավ մեր վրա։ Հունվարի 1-ին գիշերվա ժամը 11-ին սիրտը սկսեց ինձ հորդորել և ես խնդրեցի, որ ձեռքերը դրվեն ինձ վրա, որպեսզի ստանամ Սուրբ Հոգու մկրտությունը։ Աշակերտների մասին է խոսքը։ Ձեռքերը դրվեցին իմ գլխին, սրանք Աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչների ձեռքերն էին։ Սուրբ Հոգին իջավ ինձ վրա, և ես սկսեցի խոսել նոր լեզուներով և գովաբանել Տիրոջը։ Իմ սիրտը լցվեց երկար սպասված ուրախությամբ, և Տիրոջ հրաշալի ներկայությունը լցրեց սիրտս նախկինում անհայտ ձևով, կարծես կենդանի ջրի հոսքեր էին հոսում ինձնից։ Պարհամն ինքը ստացավ այս պարգևը և դպրոցի ուսանողների մեծ մասը միմյանց վրա ձեռք դնելով և աղոթելով լցվեցին Սուրբ Հոգով, այլ լեզուների և մարգարեությունների նշաններով։ Սա հոգեգալստականության սկիզբը չէր։ Ընդհանրապես պատմությունը այս շարժման դասական պատմագրությունը հոգեգալստական եկեղեցու այսպես է ներկայացնում, որ իհարկե սա մեծ փորձառություն էր, աստվածայցելություն էր արել, սակայն հոգեգալստականության սկիզբը չգիտես ինչու Սեմուրի ծառայությամբ է, որ ընդունվում է, որ քիչ հետո կլսենք։ 1901 թվականի հունվարի 1-ին վարվեց հոգևոր պայթյունի պատրույգը, որը շուտով տեղի կունենար։ Հաջորդ 5 տարիների ընթացքում Պարհամը և նրա քարոզիչները ճանապարհվեցին ամերիկյան հարավ-արևմտյան բազմաթիվ համայնքներ։ Այս քարոզչության արդյունքը գրեթե անհապաղ զարթոնք և հոգևոր մկրտության հնարավորություններ էին, և այն հավատացող մարդկանց միջոցով նշաններ էր տեղի ունենում։ Ավելի քան 25,000 քրիստոնյաների կողմից ընդունվեց այս մկրտության փաստը։ Նրանք խոսեցին անձնական հոգեգալստության մասին և դարձան քրիստոնյաների նոր համայնք, որոնք դավանում էին առաքելական հավատքը, ինչպես կրկնակվեց կոչվում էր Չարլզ Պարհամի քարոզած աստվածաբանությունը։ Ուշադրություն դարձրեք, որ առաքելական հավատքի, այսպես դավանանքի աստվածաբանություն էր Չարլզ Պարհամի աստվածաբանությունը։ Այդ կերպ այդ եկեղեցին այլևս մեթոդիստական չէր կոչվում, որի անդամն էր նախկինում ինքը, և նոր անուն էլ չուներ ըստ էության, կարելի է ընդամենը հասկանալ, որ առաքելական հավատքի հավատացյալների եկեղեցի էր սա։ 1905 թվականին նա սկսեց հրատարակել առաքելական հավատ թերթը և Պարհամը բացեց նոր աստվածաշնչյան դպրոց քարոզիչներ և միսիոներներ պատրաստելու համար։ Այս դպրոցի ուսանողներից մեկը նախկին մատուցող սրբության քարոզիչ Ուիլյամ Ջեյմս Սեմուրն էր։ Սրբության քարոզիչ երբ ասում ենք, Սեմուրը սրբություն անունը կրող եկեղեցու անդամ էր։ Այս եկեղեցու անդամները իրենք ջատագովներ էին սրբացման։ Նա ամբողջ սրտով ընդունեց առաքելական հավատքի ուսմունքները, բայց այս մարդը կարող էր սովորել միայն լսարանից դուրս այդ դպրոցի, որ հիմնել էր Պարհամը։ Միջանցքում Ջեյմս Սեմուրը ինքը սևամորթ էր, աֆրոամերիկացի էր, և ռասայական օրենքները թույլ չէին տալիս նրան լինել նույն լսարանում սպիտակամորթների հետ։ Սա քրիստոնեության մեջ ռասիզմի դաժան իրականություն էր, բայց այս մարդն էր, որ դարձավ այն կայծը, որ վառեց վերածննդի կրակը, և այն իր հերթին մի օր կվերացներ հասարակության բոլոր կոնվենցիաները, այսինքն տարաձայնությունները, ռասայական խնդրականությունները։ Որոշ ժամանակ անց Սեմուրը ընդունեց հրավերը ծառայելու բապտիստական համայնքներից մեկում, որը լքել էր իր դավանանքը և դավանում էր սրբության վարդապետությունը։ Դա սևամորթ քրիստոնյաների ժողով էր, որը գլխավորում էր մի կին։ Պիտի ասեմ, որ մեթոդիստական եկեղեցու ճյուղ հանդիսացող այս սրբության եկեղեցու անդամ էլ հենց եղել էր Պարհամը, սակայն երբ լսում ենք, որ այնտեղ կին սպասավոր կար, պիտի ասենք, որ դեռևս եկեղեցու ներքին ստրուկտուրայի կամ կառուցվածքի այդպես վարդապետական սկզբունքներ չէր դրված։ Ամենազարմանալին այն էր, որ ծառայության առաջին օրը Սեմուրը քարոզում էր հենց Գործք առաքելոց 2:4 և այս քարոզը կոչվում էր «Նրանք, ովքեր չեն խոսում այլ լեզուներով, չունեն Սուրբ Հոգով մկրտություն»։
35 տարեկանում Սեմուրը Գեր տաղանդավոր քարոզիչ չէր, բայց ամենազարմանալին մեզ համար կարևոր այն էր, որ նա Սուրբ Հոգով մկրտության մասին աստվածաշնչյան ճշմարտությունը նպատակասլաց քարոզում էր։ Սակայն Սեմուրը երկար ժամանակ այդ փորձառությունը չուներ, նա չէր մկրտվում Սուրբ Հոգով։ Շատերը գտնում են ոչ թե դրանք են կարևորը, այլ պարզապես պետք է ընդունել, որ Աստծո Հոգին արդեն քո մեջ է իբր։ Շատերը բնականաբար Սուրբ Հոգու մկրտությունը լեզուների աղոթքը միանշանակ չընդունեցին եւ անգամ իշխանությունների կողմից էլ բավականին խնդիրներ եւ դժվարություններ առաջացան նոր հոգեգաստական եկեղեցու անդամների համար, որոնց սկսել էին ծաղրել, ավելին նրանց սկսեցին հոգեկան հիվանդներ անվանել։ Սեմուրը եւ վաղ 50-ականները նրանք միայն առաջնորդվելով Աստծո խոսքով ճշմարտության ուղերձ էին մատակարարում մարդկանց եւ ասում են այն, ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Ինքը քարոզում էր Սեմուրը մկրտություն, մինչդեռ ինքը լեզուների այդ պարգևը չուներ։ Նա չէր խոսում իր մասին եւ իրենից, նա սովորեցնում էր այն, ինչ ասում է Աստվածաշունչը։ 50-ականությունը, որը ծնվել է վերածննդի գրակում, չպետք է պատասխանատու լիներ այն եկեղեցիների համար, որոնք ծաղրում են հոգևոր մկրտությունն ու պարգևները։ Եվ այսպես բապտիստական համայնքը չհասկացավ Սեմուրին եւ չընդունեց Սեմուրի քարոզը։ Նա միացավ քրիստոնյաների մի փոքր խմբի հետ, որոնք երկար ժամանակ աղոթում էին Լոս Անջելեսում վերածնունդ, որպեսզի Աստված բերեր։ Այս աղոթքի հանդիպումների այցելությունների թիվը արագորեն սկսեց աճել։ Քարոզչի սկսած քարոզչության եւ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ։ Երբ այս հանդիպումները անցկացնող մասնավոր տունը դարձավ չափազանց փոքր, եռանդուն քրիստոնյաները բացեցին դռները քարոզելու վերածննդի եւ Սուրբ Հոգու մկրտության մասին։ 1906 թվականի ապրիլի 9-ին նրանց շրջանում տեղի ունեցավ Սուրբ Հոգով առաջին մկրտությունը։ Սեմուրը եւ ուրիշները հասկացան, որ այն սկսվել էր։ Մարդկանց բազմությունը սկսեց հավաքվել այս աղոթքի տան շուրջ։ Հարյուրավոր մարդիկ աֆրոամերիկացիներ, լատինոամերիկացիներ, սպիտակամորթներ մեծ հոսքով եկան աղոթելու եւ միանալու եւ վերստին ծնունդ ստանալու։ Սեմուրը վարձակալեց հին մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու դատարկ շենքը։ Ազուզա փողոց 312 ասում, որն այդ ժամանակ քիչ հայտնի էր։ Մարտի 26-ին, երբ հովիվ Բրենք Բերտլեմանը, որը մեծ դեր խաղաց վերածննդի տարածման գործում, պատմում է հետևյալը. Գնացի Լոս Անջելեսի Բոնի Բրեյ փողոցում տեղի ունեցող հանդիպումներից մեկին։ Սևամորթներն ու սպիտակամորթներն այնտեղ էին աղոթքի համար։ Այստեղ ես առաջին անգամ հանդիպեցի Սեմուրին։ Նա սևամոտ մարդ էր, շատ պարզ, լի հոգով եւ շատ համեստ։ Մենք իմացանք, որ 1906 թվականի ապրիլի 9-ին Բոնի Բեյ փողոցի մի փոքրիկ քրճիթում հոգին իջել է։ Մի քանի սևամորթ եւ սպիտակամորթ հավատացյալներ ամեն օր աղոթքի սպասումով Զատկի տոնի ժամանակ սպասում էին Սուրբ Հոգու լեցունության։ Նրանցից ոմանք խոսում էին լեզուներով։ Ես ճաշից հետո գնացի Բոնի Բեյի հանդիպանը եւ տեսա, որ Աստված այնտեղ հզոր կերպով գործում է։ Հանդիպման ժամանակ ակնհայտորեն խոնարհության ոգի կար։ 5-շաբթի ապրիլի 19-ին մենք նստած էինք նույն սենյակում ճաշի ժամանակ հանկարծ մեր տակի հատակը սկսեց դողալ։ Սենյակով անցավ մի զգացողություն, որ դժվար էր նկարագրել։ Մենք նստեցինք այնտեղ լի վախով։ Ես տուն գնացի եւ կար ժամանակ աղոթքից հետո Տիրոջից ուժեղ ներքին առաջնորդություն ստացա դուրս գալու համար։ Այստեղ նրանք վարձակալել էին մեթոդիստական եկեղեցու հին շենքը։ Այնտեղ մոտ 12 հավատացյալ կար։ Մի մասը սևամորթ, մի մասը սպիտակամորթ։ Եղբայր Սեմուրը այնտեղի սպասավորն էր։ Ես քարոզեցի այս առաջին այցելության ժամանակ հավատացյալներից երկուսը լեզուներով էին խոսում։ Զրույցին կարծես մեծ օրհնություն էր ուղեկցում, շուտով լուրը տարածվեց, որ Աստված գործել է սկսել Ազուզա փողոցում։ Ժողովուրդը սկսեց դիմել դեպի մեր լսարանները։ Թերթերը սկսեցին ծաղրել զրպատել մեզ, ինչը մեզ համար անվճար գովազդ էր նշանակում։ Երկնային ամբողջ մթնոլորտը մեր մեջ էր։ Շուտով ժողովները անցկացվեցին նորական 24 ժամ։ Ավելի շատ սպիտակամորթեր էին մասնակցում, քան սևամորթեր։
Շեշտվում էր Քրիստոսի արյան զորությունը մեղքերի մաքրման համար։ Աստծո սերը ակնհայտ էր ժողովներում։ Նրանք չէին հանդուրժի որևէ անբարյացակամ խոսք հակառակորդների կամ եկեղեցիների նկատմամբ։ Վաղ քրիստոնյաների սերը վերադարձավ։ Աստծո խոսքը որոշիչ գործոն էր բոլոր որոշումների կայացման հարցում։ Ծառայությունները գրեթե անընդհատ էին։ Սուրբ Հոգու զորությունը բավականին լուրջ ձևով ներգործում էր մարդկանց վրա։ Վայրը երբեք փակ կամ դատարկ չէր լինում, մարդիկ գալիս էին Աստծուն հանդիպելու։ Այս հին շենքում իր ցածր խաչաձև գերաններով Աստված հաղթահարում էր ուժեղ մարդկանց եւ պատրաստում նրանց իր փառքի համար։ Հպարտությունը կամ ինքնատիրապետումը, ինքնակարևորությունը եւ ինքնաբավարարվածությունը այլևս չէին կարող տեղ ունենալ այստեղ։ Հարուստներն ու կրթվածները նույնն էին, ինչ աղքատներն ու տգետները։ Բոլորը հավասար էին, մենք ճանաչում ենք միայն Աստծուն։ Նրանք Սուրբ Հոգու հանդիպումներ էին ունեցել, որոնք գլխավորում էր անձամբ ինքը Տերը։ Հանդիպումները ինքնաբավ էին, կամավոր, վկայության, գովաբանության, երկրպագության մեջ։ Եվ ընդհանուր առմամբ որքան կարճ, այնքան լավ։ Սրանք իսկապես հրաշալի օրեր էին։ Դևերը վտարվում էին, հիվանդները բուժվում էին, շատերը փրկվում, վերադառնում էին Տիրոջ մոտ եւ ստանում Սուրբ Հոգու մկրտությունը։ Աստծո արքայության քարոզիչներն ու ծառայողները ամբողջ աշխարհից գալիս էին Լոս Անջելոս։ Այնինչ սկսվեց մի ժամանակ դատարկ եկեղեցում, տակառների վրա դրված պարզ տախտակներից պատրաստված նստարաններով, դարձավ 50-ական վերածննդի կրակ եւ մեծ արագությամբ տարածվեց աշխարհով մեկ։ 50-ականությունը ամերիկյան կրոն չէր, ինչպես կարող եք լսել Ռուսաստանում։ Այո, 50-ականներին ասում էին, որ քանի որ սա Ամերիկայից է բերվել Ռուսաստան, սա ամերիկյան կրոն է։ Այն երկնքից սնված եկեղեցի էր եւ ինչպես առաքելական քրիստոնեությունը կրակի արթնացումը սրտերը ակնթարթորեն լցրեցին բոլոր երկրներն ու մայրցամաքները։ Եվ այսպես Աստված նոր անոթներ էր ինքը վերհանել եւ այդ նոր անոթներով տարածում էր հոգեգալստական լուրը։ Հոգեգալստականները բացահայտորեն հալածվում են։ Ֆունդամենտալիստական, բապտիստական եւ պրեսբիտերական եկեղեցիների դռներին ցուցանակներ էին փակցված։ Այսպիսի գրություններով շեյքերներին մուտքն արգելված է, այսինքն ցնցվողների մուտքը արգելված է, իսկ Սուրբ Հոգով լցվելու դեպքում մարդիկ հաճախ ցնցումների մեջ էին լինում։ Քաղաքապետերն ու շերիֆները պաշտոնական հայտարարություններ արեցին հոգեգալստական հոյուներին։ Մեր քաղաքից դուրս եկեք, ձեր ժողովները օրինական չեն, չէին կարող որևէ տեղ զբաղեցնել հասարակության առողջ միջավայրում։ Եվ այսպիսի շատ ու շատ անվանումներով փորձում էին վարկաբեկել Տիրոջ եկեղեցին ժողովրդի աչքերին։ Ազուզա փողոցից այս շարժումը տարածվեց ամբողջ աշխարհում։ Այնտեղ հավաքվեցին միսիոներներ Աֆրիկայից, Հնդկաստանից, Աստծո արքայության քարոզիչներն ու ծառայողները ամենուր ժամանեցին Լոս Անջելես։ Սա մեջբերում է դոկտոր Հաթենի գրքի։ Չնայած կային նաև այլ 50-ականներ, Լոս Անջելեսի վերածննդի նշանակությունն ու բարձրությունը դեռևս մարտահրավեր են նետում պատմաբաններին։ Էսխատոլոգիական սպասման եւ ավետարանչական ուժի այս թեմաները Պարհամի ժառանգությունը ցույց տվեցին այն ուղղությունը, որը ընտրեցին սպիտակ 50-ականները իրենց եռանդուն ջանքերով քարոզելու ավետարանը մինչև երկրի ծայրերը։ Գործք 1:8։ Իհարկե ասել, թե ամեն ինչ հարթ էր գնում այս շարժման մեջ եւ բոլորը միանշանակորեն էին ընդունում այն ինչ որ Պարհամի հետագայում նաեւ Սեմուրի միջոցով տարածվեց, սակայն ես այստեղ մի փոքրիկ վերապահում անեմ, որ Սեմուրը օրինակ շատ մեծ ավետարանչական ժողով է կազմակերպվում եւ հրավիրում է իր ուսուցչին, որպեսզի Պարհամը գա այդ պաշտամունքին մասնակցի։ Պատմությունն ասում է, որ երբ որ Պարհամը գալիս է, Սեմուրը բնականաբար մեծ ընդունելություն է կազմակերպում, Պարհամին ներկայացնում է բոլորի առջև որպես իր ուսուցիչը։ Եվ պաշտամունքը երբ որ սկսում է, մարդիկ բավական բարձր ձայնով կանչելով Տիրոջը, Սեմուրը ցույց է աղոթքի մեջ են լինում, հանկարծ Պարհամը Սեմուրին դադարեցնում է եւ ասում է, որ պաշտամունքը դադարեցնի։ Սեմուրն ասում է, ինչի համար, չես տեսնում, Սուրբ Հոգով են մկրտում, բժշկություններ են լինում եւ այլն։ Սակայն Պարհամը նաեւ ասում է միաժամանակ, որ այս բազմության մեջ ես տեսնում եմ, որ մարդիկ էլ կան, որ դիվահարվում են։
Սա իհարկե մի փոքր խրթին է, սակայն պատմությունը իրականում կարող է դա ապացուցել, որ երբ մարգարեական ծառայություն չկա եկեղեցում, իսկ Սեմուրը դա չէր տեսնում, նա ավետարանի չէր, Բարհամը դա նկատում էր։ Իհարկե տասնյակ հազարավորների մեջ այսպիսի մեծ հզոր անուն վաստակած ավետարանիչը Բարհամի այս հորդորը չի լսում եւ ճիշտ հակառակը անգամ մերժում է նրան եւ շարունակում իր ծառայությունը։ Սեմուրը շատ կարելի ասել, որ երիտասարդ տարիքում ննջեց սրտի կաթվածից։ Երանի թե որոշ պատմաբաններ, եկեղեցու պատմաբաններ ասում են, երանի թե նա լսեր Բարհամին։ Դրա փոխարեն ասվում է, որ Բարհամն առանձին սկսեց ժողովներ անել եւ ասել. նրանք, ովքեր որ Սեմուրի ծառայության մեջ դժվարություններ ունեն, կարող են իր մոտ գալ եւ ասում է, որ օրական մոտ մի 200 թե ինչքան մարդիկ ազատագրվում էին դիվական ներգործությունից։ Այո, տեղի էր ունենում միաժամանակ պաշտամունքում եւ Սուրբ Հոգու մկրտություններ եւ հակառակ երևույթներ։ Ինչը Սեմուրը չէր նկատում։ Ճշմարության դեմ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ ժամանակակից հիսունական եւ խարիզմատ եկեղեցին էլ ուշադիր չէ լեզուներով աղոթքին։ Ինքս համոզված լինելով եւ լինելով այդ եկեղեցիներում ականատես եմ եղել, որ մարդիկ նույնիսկ իսկապես լեզուներով խոսում են, բայց դրանք Սուրբ Հոգով մկրտություններ չեն։ Սա դարձյալ նորից եմ կրկնում, խրթին մի բան է, որը պետք է ուսումնասիրվի Աստծո Սուրբ Հոգու ներգործությամբ մարգարեություններով։ Կարճ ժամանակ հետո հիսունական շարժումը Ամերիկայում որ բռնկվեց եւ արդեն ակնհայտ էր, որ կային պենտեկոստեականներ, որովհետեւ պենտեկոստալ բառը արդեն Ամերիկայում բոլորի շուրթերին էր, բաժանումներ սկսեցին ի հայտ գալ աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ։ Ես իհարկե չեմ անդրադառնա հիմա այդ բաժանումներին, պարզապես հաջորդ անգամ արդեն որպես այս բաժանման արդյունք խոսեմ Աստծո ժողովուրդ եկեղեցու մասին։ Ինչու Աստծո ժողովուրդ եկեղեցու մասին, որովհետև Աստծո ժողովուրդ եկեղեցին առաջացավ հենց այս բաժանումների արդյունքում, երբ մի կողմից հիսունական անունը կրող պենտեկոստալ պահպանողական կամ ինչպես իրենք էին իրենց անվանում եկեղեցին առանձնացավ մյուս կողմից նոր եկեղեցու անունով, Աստծո ժողովուրդ անունով մեկ այլ պենտեկոստալ եկեղեցի ձևավորվեց եւ սրանք աշխարհով մեկ հզոր երկու մեծ միություններ դարձան։ Եվ հաջորդիվ մենք պետք է հասկանանք հետևյալը 1914 թվականից 16 թվականից սկսած Աստծո ժողովուրդ եկեղեցին ինչպիսի թափ է ստանում իր ավետարանչական գործունեությունը աշխարհով մեկ ինչպիսի մեծ եռանդով է նա ավելի սկսում տարածել, քան այն հիսունականները, որոնք մնացին պարփակված կարելի ասել իրենց ուսմունքի շրջանակներում, որի այդ շարժման այդ ալիքը նաև հասավ մինչև Ռուսաստան։ Եվ ցարական կայսրության ժամանակներում ինչպես գործուղվեցին դեպի Ռուսաստան, ուղարկվեցին դեպի Ռուսաստան Աստծո ժողովուրդ եկեղեցու միսիոներները, որոնց հիմնած եկեղեցու մասին բավականին հակասական պատմություններ կան, մենք աշխատենք այն ինչ որ հավաստի է հաղորդել ձեզ։ Այսօր այսքանը, կշարունակենք հաջորդիվ։